Ամպեր առաջինին։ Ամպերը կապի մեջ հաղորդեք առաջին։ Ամպեր դրոնը բարձացրեք օդ։ Ընդունեցի։ Առաջին ամպերին։ Հաղորդեք ամպեր։ Առաջին տեսնում եմ Արամի մեքենա։ Շատ լավ, ուղեկցեք ամպեր։ Կապի վերջ։ Ողջույն Արամ, ողջույն սիրելի հայրենակիցներ, այս պահին մենք գտնվում ենք Գեղարքունիքի մարզի Դրախտիկ բնակավայրում։ Արամ, ես քիչ առաջ մեր նկարանող խմբի հետ այստեղ անօթաչու թռչող սարքով դրոնով նկարանումներ էինք իրականացնում եւ ինչպես մենք խոստացել ենք մեր սիրելի հայրենակիցներին, պետք է ցուցադրենք Սեյրան Օհանյանին վերագրվող առանձնատանը եւ խնդրեմ այս պատից այս կողմ հիմա գտնվում է այդ առանձնատունը, իդեպ Սեյրան Օհանյանը գլխավոր դատախազությունում հայտնել է, որ ամառանոց չունի, բայց այնտեղ ամեն տարի իր մտերիմների համար տենց միջոցառումներ է կազմակերպում եւ վերանորոգման աշխատանքներն է կատարել է իր եւ իր ընկերների գումարներով, տենց բայց չի նշել, թե ամառանոց ումն է։ Այո, Արտուր, տեսեք, ինչն է շատ հատկանշական, որ այդ երևույթը Արցախի հերոսա, չգիտեմ ինչա, Ռոբերտ Քոչյանի ճուտը, այսպես նշեմ, շատ ցավ եմ ապրում, որ գեներալ գնդապետ նման կոչում ունեցող պատիազի մասնակից սպան այսօր դարձել է Ռոբերտ Քոչյանի քութիկը, տեսեք ինչ ա արել այս երևույթը, ուրեմն տեսակ դուք շատ շքեղ իր առանձնատունը այս Գեղարքունիքի մարզում, Սևանի ափին եւ այս աֆերիստները Արտուր, ուրեմն պատ են ստեղ շարել, խնդրում եմ ցույց տուր, որ քաղաքացիները չտեսնեն, այսինքն մեքենայով անցնում են, եթե դու տեղը լոկացիան չիմանաս, դու չես կարող նկատել, որ ստեղ շքեղ առանձնատուն կա, այսինքն պատով փակել են։ Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, Հայաստան Դաշինքի հետ խմբակցության ղեկավարին, ուրեմն տեսեք Արտուր, բախներս բերել է, որ էսի չի ասում այն դոկտոր Ռուզիկը Ժակ Ֆուֆուի անունով է։ Վաղի թաղամասի տունը նկարահանում են, դատախազությունը ասում է այդ ուր դուք քեզ այդ երեսայական պալատի այդ ֆրանսիական ոճի դոկտոր Ռուզիկը պետք է Լյուդովիկոսի բանում երևի այդ Լյուդովիկոսի այդ առանձնատան ոճում այդ այդպիսի գերշքեղ
առանձնատուն պետք է լինի, որ կարողանա քնի, թե չէ քունը չի տանի, ուրեմն այդ ասում է Ժակ Ֆուֆուի անունով, մտ ֆրանսիացի բոմջ էին թե բերել երևի իրանց այն Ֆրանսիայի հիվանդանոցի աշխատողներից, գելեն իր անունով, որ պետությունը ձեռներից չտանի, իսկ սա արդեն մենք նկարահանեցինք, ցույց տվեցինք, թե խնդրեմ, թող հայ ժողովուրդը տեսնի, թե սրանք ով են։ Ինչ եւ նաեւ Սեյան Օհանյանին այդ Քոչարյանի այդ թայֆին մի բան կասեմ, որ ուրեմն Սեյան Օհանյան այդ երեխեքիդ քեզ տարե Ֆրանսիա փախցրե։ Մա դրան պատասխանի հələ։ Այս ինչ եք նախապատրաստում Հայաստանի դեմ։ Մենք սրանց բացահայտելու ենք Արտուր։ Սրանց տեղը պարության աղբանոցն է։ Այսօրվա եթերում ավելի մանրամասն կխոսենք այն Աննա Գրիգորյան, Ագնեսա Խամոյան, Քրիստինե Վարդան, այդպես երևույթներ կան падգամավոր, ու ես կներկայացնեմ, թե սրանք ինչ են արել մի քանի օր առաջ, ազգային ժողովում ինչ են խոսում իրանցից անկապ։ Մենք Ռոբերտ Քոչարյանին եւ այս երևույթներին իրանց այս քաղաքական թմով հանդերձ այս 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նետելու ենք պատմության աղբանոց քաղաքական տեսանկյունից, սրանց վերջը տալու ենք Արտուր, իսկ մեր հայ ժողովուրդը թող տեսնի։ Բաբեր Արցախից տուժած այդ էթիկ զտման ենթարկված ժողովրդին ստե մի 500 հոգի կապրեն Արտուր։ Էսի մի քանի կիլոմետր ենկում այն Քնձրոտի Վովայի տունն է։ Այսինքն սրա մասին թող խոսեն Արտուր, ոչ թե բեն անամոթի պես պատշարեն, որ ժողովուրդը չտեսնի։ Իդեպ ինչ վերաբերում է պատին Արամ, տարիներ առաջ ես դրոնով էլի էի նկարանումներ կատարել եւ այս պատը չկար ուղղակի, այս պատը նկարումներից հետո են դրել, որ կատարելա գործվել են այս աֆերիստները։ Վաղը կարող է ամառը կարող է գանք տուրիստները գան ու տեսնենք, որ այդտեղ չգիտեմ, մա տուրիստ ցանկապատ են կառուցել, որ ուր պետք է փախնեք դուք մեզից, պատել շարեք, ինչ էլ անեք, ձեր վերջը եկել է։ Ռոբերտ Քոչարյանի շներ։ Ձեր վերջը եկել է, դուք պատասխանեք տալու։ Արամ, քանի որ եղանակային պայմանները շատ վատն է, առաջարկում եմ տեղափոխվենք արդեն եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Այո, Արտուր, գնանք եւ շարունակենք տաղավարում արդեն։ Մեկ անգամ բարի երեկո սիրելի հայրենակիցներ, ողջունում ենք ձեզ Քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում, շնորհակալություն, որ հետևում եք մեզ, պետք է խնդրեմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջին, ինչպես նաև կիսվեք եւ լայքեք մեր տեսանյութերը, որպեսզի ձեր մտերիմներն եւ ինչու՞ չէ, շատ հայրենակիցներ դիտեն մեր հաղորդումները։ Քիչ առաջ վերադարձանք Դրախտիկ գյուղից, այնտեղ Արամի հետ նկարահանեցինք Սեյրան Օհանյանի ամառանոցը, իդեպ եղանակային շատ վատ պայմանների պատճառով բավականին ցուրտ էր, դրա համար տեղափոխվեցինք սենյակային պայմաններում ենք շարունակում մեր հաղորդումը եւ Արամ, ինչի չի վերադարձնում Սեյրան Օհանյանը Հայաստանի Հանրապետությանը նման գույքը, ինչու՞ չէ նաեւ ինչու այդ առանձնատանը չեն հանգստանում Արցախից տեղահանվածները եւ այն մարդիկ, ում համար պայքարում է Սեյրան Օհանյանը։ Շնորհակալ եմ հարցի համար Արտուր, ողջունում եմ ևս մեկ անգամ մեր հայրենակիցներին եւ խնդիրը այդ գույքը վերադարձնելու մեջ չի, որովհետեւ Արտուր Սեյան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժիկ Սարգսյանը, Սաշիկը եւ այդ նրանց թայֆան, նրանք ոչ մի բան չեն ուզում վերադարձնել բնականաբար, նրանց որ մնա ինչ վերադարձնել, նրանք փորձում են հեղաշրջում իրականացնել հետգան իշխանության, որ այդ թալը շարունակեն։ Մենք այս հարցի չնայած ուզի վերադարձնելու է, իրանք տարբերակ չունեն, բայց մենք հարցի այլ կողմին ցանկանում անդառնանք, տեսեք Արտուր, մենք կարելի ասել շատ դժվարությամբ գտանք այդ ամառանոցը, ինչու, որովհետև այս աֆերիստները ինչ են արել, այսինքն հասկանալով, որ այդպես մարդիկ երթևեկում են գնում գալիս են եւ միանգամից հարց առաջանում թե դու շքեղ առանձնատունն է գեր շքեղ բել էին պատ էին շարել դուք տեսաք մենք ֆիքսեցինք մեր տեսախցիկը որ պատ էին շարել որ մեքենան այդ ճանապարհով եւ երբ անցնի ուղղակի մարդիկ չնկատեն եւ հարց չառաջանա թե սա ում առանձնատունն է եթե ինքը տենց իր հալ քրտնիկով առանձնատուն էր կառուցե տենց գումարներ աշխատե օրենքով ումից է վախենում խիա թաքցնում խիա քողարկում սա հարցի այդ մի համատեքստը մյուս կողմը դուք բարոյական կողմին անդրադարձաք որ թե ինչու արցախցիներին տեղ չեն տալիս չէ սաղորը ոռնում են ազգային ժողովում ցույցերին Արցախի մեր էթնիկ զտման ենթարկված ժողովուրդը անտուն անտեղ բա Ռոբերտ Քոչյանը հարցի անունով 45 տուն ունի
Այնա ապօրինի ծագման գույքը դատանում է 250-300 միլիոն դոլարի գույք ունի։ Սեյան Օհանյանը մնացած իրանց այդ թայֆեն, բա լավ, գոնե մեկը եղավ մի հատ կվարտիրա, մի հատ քոլիկ տար արցախցիներին Արտուր։ Մի հատ 10 քառակուսի ասել էսի մեր կողմից, այսքան թանել ենք ոչինչ։ Չի կարա տես բան լինի Արտուր, ես բանից ես նշել եմ, Քոչարյանը կոնգրես Երևանի կենտրոնում կոնգրես հյուրանոց ունի։ Իր այդ այն բջի անունով Սեյթրակ Քոչյանի, որը որ դատական նիստին դատավորը ասում է ծառայել եք, ասում է այո, ասում է որ թվերին, որ թվականին, ասում է չեմ հիշում։ Դուք պետք է սրանց վիճակը նայեք Արտուր։ Ես միշտ ասել եմ, չէ, եթե այդ հյուրանոցից թողած սենյակ տա այդ Էմո ռեպորտաժ էին 5-րդ ալիքով նկարում, որ այդ մեր արցախցին մեքենայի մեջ է ապրում։ Բայց ռեպորտաժը նկարելու փոխարեն թող գար մի հատ կոնգրես հյուրանոցում սենյակ տար, ասել գիտես ինչ կա, հարգելիս։ Արի տուն չունես, տեղ չունես, ժամանակորապես տեղ մնա, մինչև քո տան հարցը պետությունը լուծի։ Չի անի Արտուր, որովհետև 5 րոպե հետո Սիուշան վզից կբռնի Զարայի հետ, այն մի հարցի հետ։ Քոչյանին կշպրտի Իսակովի այն Տոյոտայի այն տարասին։ Ասի դավայ հելա շտեից արա։ Մենք եկել ենք վայելելու, ոչ թե որ դու բաժանես գողցածը։ Սրանք էդ են Արտուր։ Իսկ ինչ վերում է Սեյան Օհանյանը, տեսեք լես երևույթին։ Արցախի հերոս, գեներալ գնդապետ, Վահի թաղամասի տունը բոլորը տեսել են Արտուր։ Եվս շատ շքեղ առանձնատուն է, որտեղ որ ապաստանել է այդպես դոկտոր Ռուզիկը, ինչպես ասում են, ստեղ ընդեղ էլ ասում է ես Ռուզիկը չեմ, Ռուզաննա Գուրգենովնան եմ դոկտոր։ Բա այդ տունը այդ ո՞նց է այտենց այդ առանձնատունը կառուցել Արտուր։ Միլիոնավոր գիտեք ինչ գին արժի։ 1 միլիոն չի, 2 միլիոն չի, 10-20 միլիոնից խոսացեք դոլար, այսպես նշեմ։ Ու ինչ են ասում մերը չի, ասում Ժակ Ֆուֆուի անունով է։ Լավ ում է կեշի տեղ դրե։ Ում է կեշի տեղ դրե։ Ինչ Մոլիբդենը Քոչարյանը չէր, որ ասում էր գերմանացիք իրեմ ծախ է։ Էլի գնում Եվրոպայից մի հատ բոմժ են գտնում Գերմանիայի պասպորտով կամ Ֆրանսիայի, ասում են արի քեզ փող կտանք, քո անունով գցենք։ Այս մեր եղած չեղածը, որ պետությունը մեր ձեռից չկարա տանի։ Այսինքն Արտուր Բախնես բերելա, որ Սևանի առանձնատունն է իր, Ժակ Ֆուֆուի անունով չի, թե չէ քաշվենք։ Ես էլ կորնային, որ Ժակ Ֆուֆուինն է, մերը չի, մենք բոմժենք ոչ մի բան չունենք։ Ոնց չունեն Արտուր։ Ֆրանսիայում գիտեք, կլինիկա ունեն։ Այդ Սեյան Օհանյան, որ տենց ազգից ես խոսում, պետությունից ես խոսում, քեզ դրել ես ուժեղ տղու տեղ։ Այդ երեխեքիդ քեզ տարե Ֆրանսիա։ Ինֆորմացիան ստացանք, չէ՞։ Խեն Ֆրանսիայում ապրում քո երեխեքը։ Քեզ փախցրել է Հայաստանից։ Բազմիցս նշել եմ Ռոբերտ Քոչարյան, այդ որ հարցը Ամերիկա գնում է ծննդաբերում է, որ թորները մատ քրչոտ թուղթ տան։ Բայց դուք հերոս եք արա, դուք Ղարաբաղ եք ազատագրել ձեր ասելով, դուք առանց Արցախ չէիք կարող ապրեիք, բա այս ո՞նց եղավ։ Արտուր հայտնի այդպես բան կա, չէ՞, անեկդոտ կա, որ ասում է ոնց դարար համասերամուլ, ասում է սենց։ Հիմա սրանք ոնց դարան այդպեսին, հենց այտենց Արտուր։ Մենք փաստերով անգամ այսօր դրոնով ենք նկարել, որպեսզի մեր ժողովուրդը տեսնի թե ինչ քանի հեկտար տարածքի եւ ինչ առանձնատան մասին է խոսքը, որը որ քողարկել էին։ Ես եւս մեկ անգամ նշում եմ Արտուր, մենք սրանց բացահայտելու ենք եւ 2026 թվականի հունիսին կանալիք խորհրդարանական ընտրություններին սրանք չեն հաղթահարելու շեմը եւ խորհրդարանում չեն հայտնվելու, որովհետեւ սրանց տեղը ես արդեն թեավոր խոսք է դարձել իմ այդ արտահայտությունը, որ ասում Սովետաշենի աղբանոց, ես ուզում եմ նշեմ սիրելի հայրենակիցներ, որ ես նկատի ունեմ քաղաքական տեսանկյունից, որովհետեւ այդ աղբանոցը ափսոս է, որ նրանք այնտեղ հայտնվեն։ Նրանց տեղը քրեակատորական հիմնարկում է, ու նրանք այնտեղ հայտնվելու են։ Իրանց երեխաների, իրանց ընտանիքի հետ միասին, որովհետև իրանց ընտանիքը, իրանց երեխաները մաս են կազմել փրիաօլիգարխիկ ռեժիմի։ Եվ մենք երբ որ ասում ենք Քոչարյան Ռոբերտը ստենդը հելնում է մարդա խառնում, բա ինչ որ իմ հարսին բան է ասում, հարսի տանով այդ 45 հատ գույքը որտեղից։ Մասա կազմել փրիաօլիգարխիկ համակարգի։ Այդ կոնտեքստում են դրա համար անդրադառնում ենք։ Կարող է շարենք անում։ Այդ միլիարդները իրանց որտեղից Արտուր։ Ինչ հերներ, Մանթաշովի տղեներ, Մանթաշովի թորներ, գիտեն չէ սրանք ով սրանք Ղարաբաղում Բաքվի համապատասխան կառույցների մոտ ճտություն են արել տարիներով, մինչև 88-ի շարժումը։ Ինչ մոռացել ենք մենք։ Հեյդարի հորոխբոր տղեն չի, էթնիկ թուրք։
Ու հիմա բացահայտում ենք, ներկայացնում ենք, ծանր են տանում ու ծանր տանելու են։ Իրանք իրենց թայֆով այդ իրենց չնայած համակի էլ չկա, մի 20-38-ի մարդ է մնացել։ Նրանց տեղը եւս մեկ անգամ նշում եմ քրեակատորական հիմնարկն եւ մենք դրան հասնելու ենք, շարունակելու ենք մեր բացահայտումները, այսօր ուղղակի եղանակային բարդ պայմաններ էին, մենք սահմանափակվեցինք Միմիայն Օհյանի կալվածքով, բայց հաջորդը այն դաշնակցության հայտնի Կարասիկն է, Շերեփուկը, բոլորը հասկացան ու մասնա խոսքը, այստեղ գիտեք ինչ էր ունի, այն Վովա Գասպարյանը ինչ է այն կապիկը, այն որ դուք պատկերացնում եք Սերժի ումա գեներալի կոչումներ տվե Արտուր, այդ բենզինիստը։ Վովա Գասպարյան, Վովայի ճիշտ գեներալ, նա լավագույն դեպքում պետք է Սունդուկյանի թատրոնում այդպես դերտային կապիկությամբ զբաղվեր, Սիուշոյի հոր պես։ Իսկ միգուցե գարդերոբշիկ։ Այո, գնար Սիուշոյի հորը շուտ կապիկություն աներ։ Իշխան Սաղաթել Վովայի արշակ։ Լավ, ասենք լավ ամոթ է ժողովուրդ ջան, լավ։ Այն այս վերջում այն Մոսկվա փախած մի քանի գերանել էլ անդրադարձանք, չէ՞ Արտուր։ Ինձ հենց նոր մեր եթերից առաջ մեր իմ մոտ ամեն ինչ կա փաստերով մեր հայրենակիցներից գրելա ուղղակի անունը չեմ տալիս ազգանունը այդ անձնավորության, բայց դե պետք է դա եւս կհրապարակեն, գրելա որ ասում Արամ ջան, զինվոր եղած ժամանակ Արշակ Կարապետյանը փող է վերցրել զինվորից։ Դուք պատկերացնում եք սրանք ով են Արտուր։ Շուրջ երևակայում են գեներալ, անցած ուղի, դուք արա դուք ով եք։ Դուք տեսանք էլի պատերազմի ժամանակ ձեզ ոնց պայեցիք։ Այս հարցեր են բարձրացնում, գալու ենք, հեսա գալիս ենք։ Մեր հայ հետևորդները մեր այդ հարց են տալիս, ասում են դե եթե տենց տղա ես, դուխով տղա ես, դե արի, սպասում ենք քեզ, այ ժողովուրդը։ Արտուր, սրանց միակ գնացը Նիկոլ Փաշինյանին խաբել են ժամանակին, ինչ որ գործ ա տվել վստահել է, հետո պարզել է սրանքով են հանը շպրտել է դուս աշխատանքից։ Մի օր հետո դարել են ընդդիմադիր։ Արդեն Նիկոլը գործակալը այս վերջից թուղթ հրապարակի արա, ինչքան ժամանակ սպասում ենք Արտուր, հրապարակային հարց ենք ուղղել։ Մենք էլ կհրապարակենք։ Իրանց կյանքի մասին ահասարսուր փաստեր։ Այդ ժամանակ ժողովուրդը կտենա թե ով է։ Մի հատ կնիկ չեք կարում տիություն անել կարա։ Ձեր եկերին գնացեք տեր եղեք Քոչյանի գլխավորությամբ։ Բաղձեր։ Արամ եւ Իշխան Սաղաթելյանի մասին հիշելուց ասեմ հունվարի 18-ին մարզահամերգային համալիրում Կարեն Դեմիրճյանի անվան տեղի ունեցավ համերգ նվիրված Արցախին եւ այնտեղ բավական դաշնակցականներ տեսանք եւ ինձ ծանոթ արցախցիները իդեպ այդ համերգից հետո շատ վրդոված էին վերադարձել, շատ մանրաշ, որ ասում է համերգի տոմսը պատկերացնում ես 3000-ից 8000 դրամով վաճառել են իրենց վրա եւ այնտեղ երգում էր դե հայտնի Գուտապի Հենդոն, Շուշան Պետրոսյանը եւ ինչպես միշտ փողասեր այդ բանկա Ներսիկ Իսպիրյանը, այս նույնպես դաշնակցության համար խենթացող։ Ասենք այդ երկուսը որ միտեղ երգեն դա ոնց կարա լինի բարեգործական համերգ այնել Արցախի մասին հիշեն։ Արտուր, բարեգործական համերգ է, բայց տոմս են վաճառում։ Այսինքն այս տեսեք Արտուր, այս մարկանց անգամ իրենց հակասում են։ Իրենց խաբեությունը, իրենց այդ կեղծը, իրենց այդ ֆեյքը, իրենց այդ էմոցիա գողանալը, կապիկությունը, իրենց խոսքով մի բան են ասում, գործով այլ բան են ապացուցում։ Իշենք Արցախը փողով։ Արտուր, տեսեք, Շուշան Պետրոսյան, մենք տեսանյութը հրապարակեցինք, չէ՞ որ նոյեմբերի 9-ից հետո, երբ որ այդ օպերայի հրապարակում ցույցեր էին եւ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ այդ երևույթի ինչ որ հեղաշրջման փորձեր տեղի ունենում, ինչ այդպես հնդկական կինոներ էին նկարում, չէ՞, այնտեղ Շուշան Պետրոսյանը լացում է, առանց Արցախ չեմ կարող ապրեմ, բայց տեղյակ չի, որ մենք իրան ֆիքսել ենք նկարահանում ենք, 5 րոպե հետո ռեխը բացած անեկդոտ են պատմում, ծիծաղում է, ասենք։ Առանց Արցախ չէր կարող ապրել։ Ու հետո էլ նեղանում է թե խենք հրապարակի։ Բա ինչ անենք Արտուր, այս հայ ժողովուրդը հերիք չէ՞ ձեր։ Էս ինչ 30 տարի կերակ արուները խմա կարա։ Հիմա ինչ ուզում եք թազա հետ գաք։ Մոռացել եք Պետրոսյան շնը ով էր։ Ազգային ժողովի падգամավոր, տարիներ շարունակ։ Սերժի Քութիկ։ Մի հատ թող օրինագից ասի, մի բան թող ասի, որ էսի որպես падգամավոր արել է։ Չէ Արտուր։ Կայֆավատ են եղել յանք ուղղակի բյուջեի հաշվին։ Հիմա էլ այս չոր վայնասուն ասկը, չէ՞, պարքեվաճարների հետ կապված։ Այո։ Բայց ոնց կարա նախարարը 7 միլիոն պարքեվաճար ստանա։ Եթե
նախար այդ մարդը աշխատում կամ падգամավորը։ Չնայած ընդդիմադիր падգամներն են վերցրել, մուտիտը գցեցին, որ մենք բարեգործական ինչ-որ բաների ենք փոխանցել, մի հատ տենց էլ չտեսանք այդ տեսանյութ չհրապարակվեց, թե ում էին փոխանցել։ Դուք պատկերացրեք սրանք ով են Արտուր, բայց մենք կողմ ենք, մարդը թե աշխատում է, ի պետք է գումար չստանա։ Այսինքն Սերժիկի ժամանակ մոտավորապես նախարարներ կան, այն բուլկի արամ կա, կհիշեք Արտուր։ 14 միլիոն դոլար կաշառք է վերցրել։ Այսինքն հիմա ավելի լավ մարդ 7 միլիոն դրամ, 5 միլիոն դրամ պարքեաճար ստանա, թե 14 միլիոն դոլար կաշառք վերցնի։ Իրանք փուջիկ են, իրանք ֆեյք են Արտուր։ Իրանք փուջիկները մենք տրակացնում ենք։ Գառնիկ Դանիելյանին հարցնում են, ասում են լավ ինչ է կարել ձեր պարքեվաճառը, ասում են բավականին մեծ թվով սոցիալական ծրագրերի է մասնակցում։ Ասում են կոնկրետ մեկը ասած, մա չեմ կարող ասել։ Արտուր Քրիստինե Վարդանյանը այդ շուխուրը տարածեց, այդ լուրը տարածեց, բայց ինքը չասեց իր գումարը ինչ արի, իր պարքեվաճառը։ Արտուր, եթե ինչ-որ գումարի խնդիր ունեն իրանք կարանք իրանց օգնենք, խնդիր չկա, եթե ինչ-որ Ռոբերտ Քոչյանը չի վճարում կամ արդեն, չգիտեմ, այդպես խնդիրները առաջացել ֆինանսական, թող իրար չուտեն, իրար չգզեն, մենք պատասխանենք, եթե խնդիր կա։ Կարանք Ալեքսանդր Սամվելին ասենք, եթե ինչ-որ այնտեղ ոնց հասկանում այդ ֆրակցիայում մարդիկ դարան падգամը, որ քիթ պլաստիկ վիատն ինչ-որ պրոշ լցնեն, կարանք Ալեքսանդր Սամվելին ասենք, ժամանակին կհիշեք Սերժիկի օրը, որ ընդություններին ով ինչ խնդիրներ գնում էին վիրահատվում էին, կարանք ասենք, թող գնա այդ հիվանդանոցում քիթ միթը անվճար բան անի, վիրահատի, սրանց, այսինքն սրանց падգամավոր ընտրվելու միակ բանը Արտուր, իմաստը, իրանց ինչ-որ մի հատ պլաստիկ վիրահատություն անելն էր։ Եթե ձեզ քիթ ա պետք, եկեք ձեզ անվճար քիթ տրամադրենք, տիկնակ եւ պարոնայք։ Կամ այն դրային տաղեն են որ գնաց բերետներ իրա գրեց ոստիկանության աշխատակիցների, վերջում 5 օր նստել էր վայնասուն էին դրել։ Ընդ Քոչյանը ցուցակի կեսին ասաց հրաժարվեք, որ տղես դառնա падգամավոր։ Ես իրանց ինչ ասեմ։ Թողնեն ժելի արած մազերով կանգա ձերը բռնած, հիմա էլ կնիկը չի իմանում ինչ ցույց տա, սա ուր իրանա ցույց տալի։ Հրապարակել ենք, չէ՞, նկարները կա, ամեն ինչը կա Արտուր։ Մենք սրանցից ինչից խոսանք, սրանց ինչին անդառնանք։ Սրանք ով են ընդհանրապես։ Սրանք տղա են, ворց են։ Բայց ворցը իր պապու, իր հարազատի շիրիմը կթողի, իր ծննդավայրից կփախնի շամպես։ Ոնց որ Ռոբերտ Քոչյանը փախավ։ Շամպես փախավ Արտուր։ Նոյեմբերի, կհիշեք, սեպտեմբերի 28-ին պատերազմը սկսվեց, վազեցին, ֆորմեկը զինվորական հագած։ Ընդ Ջաբրայիլում հրետանին խփում էր Վովան Ստեփանակերտ գորմեր բրոնես բերեք, այն Օգանոսկու այն տուֆտի այդ վետերանների շենքի դեմը որ հավաքվել էին այդ ворչում այդ թռածները։ Բա դուք գնացել եք ինչ-որ Արցախ փրկեիք, հենա պատերազմ էր։ Բա դες մեծ դուք դες տաղա եք, դուք դες ворց եք։ Բա պատերազմի օրին դուք Ստեփանակերտում էիք։ Խի թողիք փախա կարա։ Որտեղ գնացել էին նկարվեին Արտուր։ Գնացել էին որ մուտիտ գցեին։ Ընդ հայ զինվորը 18 տարեկան արունա թափում, սրանք Ստեփանակերտում մուտիտը գցել էին։ Ծախածա հանձնածա մեր կռիվը Երևանում է։ Հոկտեմբերի 3-ին Քոչյան Ռոբերտ այդ վիտո այդ թայֆիտ որ հավաքել էր։ Այդ ձայնագրությունները կա չէ՞ մեր մոտ։ Ինչ եք ընդ քննարկե։ Դու քո գլխի գալիքը չես իմանում։ Դու քո թայֆեն ու քո բջերը։ Սրանք էդ են Արտուր, սրանք որ տղա ալնեին ворցնեին, ասում իրանց շիրիմը չէին թողի, իրանց ծանդավայրը չէին թողի փախնեին։ Թողին փախան Արտուր։ Մի հատ կներեք շատ կարևոր բանի անդառնամ եւս, այս վերջերս ինչ շատ հազատ մարդ էր զանգե եւ ներկայացնել, ասում արամ տեսեք, ասում Ռոբերտ Քոչյանը որպես եթե ինքը հայ է, չէ՞, հնարավորություն ունեցող մարդը առաջերտին ինչ է անում իր ծննդավայրում։ Կառուցում է տուն Արտուր, տուն։ Ծառատանգում տունա կառուցում, չէ՞։ Սա Հայաստանում մի բան կառուցել է Արտուր։ Սա Հունաստանում է տուն կառուցել։ Այս ամեն ինչը արդեն փաստերով կա, չէ՞։ Ինչի մասին է խոսում Արտուր։ Ներողություն արամ, Հայաստանում կառուցել, Արցախում չի կառուցել։ Չէ, Հայաստանում չի կառուցել, Հայաստանում ուղղակի Վանոս Հիադերյանի ժամանակին որ նստավայրներ պետությունից Սերժիկի հրամանագրով թե ինչով այդ դա էլ պետքա քննվի։ Այդ մի քանի հեկտար տարածք այդ պետական գույքը տվել են բանին։ Դե հետո էլ կոպեկներով կողքի տարածքները տենց զավթեցին ու մեծացավ այդ տարածքը։ Ախտամ միայն Գերաբուլերի հողերը չեն կարող։ Տոյոտա Երևանը այդ որտե է։ Քոչյան Ռոբերտ քորես։ Լավ արամ, օրինակ ամեն կառավարություն եւ ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ անընդհատ նույն Աննա Գրիգորյանը օրինակ ասում է ամեն 5-րդ նախքատ է դուք միլիոններով պարգևավճարներ եք ստանում եւ օրինակ
Աննա Գրիգորյանին մնացածին այդ քոչանական, սերժական Ագնեսը բանման չի ասել։ Ասել է Ագնեսն էլ ասել, այդ որ բոլորը այտենց հայտարարում են ուղին տվեցիք, Արցախը տվեցիք, սահմանները տվեցիք, Հայաստանը գրավեցին ադրբեջանցիներ, այո։ Բայց կներես էլի արդեն Միջանցքը պետքա տված լինեին։ Չգիտես խի Միջանցքը չեն տվել։ Արդեն պետքա իրանց ասելով Միջանցքը տված լինեին։ Գառնիկը գոռում էր մերը չիննելու բանը։ Մատ ռազմական փորձագետ կա թափթփուկ, որ գցել են մեյդան սաղորը բանա։ 30 րոպեում ադրբեջանական զինտեխնիկան երասխից կհասնի Երևան։ Հեսա սկսվում է։ Մոռացել ենք արդյոք եթիմներին։ Դա ով եք դուք արա։ Մենք ադրբեջանցուց չենք վախում։ Դուք մտածեք։ Շատյանք ինչ իրանց կռովնի աղբերին են ինչ մտածեն։ Սրանք եկեն էստեղ Ալիևի նարատիվն են տարածում Հայաստանում։ Մենք չենք վախենում։ Պատերազմների կգնանք, մենք ենք մեկակարվելու, դուք չեք կարվելու արա, դուք թռացեք։ Դուք յուբկա եք հակնելու Քոչյանի, Լևոն Քոչյանի, Սերժի Սաշիկի գլխավորությամբ, երբ որ պատերազմը սկսվի, դուք յուբկա պետք է հակնեք։ Որտեվ ձերը յուբկա հակնելն է։ Իսկ պատերազմը մերն է, ոնց որ միշտ հայ ժողովրդինն է եղել։ Հայ ժողովուրդն է արուն թափել։ Ես ասել եմ ու միշտ ասելու եմ Արտուր, ինչքան ուզում եմ նեղան, ինչ ուզում եմ լինի։ Այդ իրանց մեծ որ խոսում էին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Դա պետք այդ Բաքվի հերոսները այդ ես այնտեղ մեր զինվորականներին նկատի չունեմ շարքայիններին, այլ նկատի ունեմ այդ ռազմաքաղաքական ղեկավարություն կոչվածը։ Այն բանի գլխավորությամբ գեներալ լեյտենանտ Մնացական Լյովի, որ իրանց ընկերն էր։ Ձեր ընկերները այդ են։ Ձեր արունի մեջ է այդ գերին գնելը, հանձնվելը Ղազի պես։ Իսկ մեր արունի մեջ կռվելն է, հող չհանձնելն է։ Ոնց որ հայ ժողովուրդը 30 տարի Արցախում արուն թափեց, այն 10-20 տարեկան զինվորները իրանց լիմոնկեն քաշին տրակցրին, իսկ դուք Ղազի պես գերի հանձնվաք։ Դուք այնքան տաղա չեք, որ մարդավարի կարայիք մեռնեիք, մի երկու օքոյ հետներ տրակցնեիք։ Շնորհացանք որ լիմոնկա քաշողելն Արտուր, թուրքերը ասեն ասում են հելեք շարներդ քաշեք արա։ Սրանք էդ են։ Հիմա ու նեղանում են, որ մենք սրանց ռոժը բացահայտում ենք հայ ժողովրդին ցույց ենք տալի։ Ծանր են տանում, պետքա ծանր տանեն։ Իրանք էլ իրանց երեխեքն էլ, որտեղ մեր պայքարը չի սահմանափակվելու մենակ իրանց ունեզրկելով։ Նրանք պետքա ենթարկվեն պատասխանատվության, քրեորեն։ Արամ լավ ասենք օրինակ Աննա Գրիգորյանը որ նման կերպ խոսում է, նման հայտարարություններ է անում։ 7 տարվա մեջ այո, վերցնենք օրինակի համար Նիկոլ Փաշինյանը թալանեց Հայաստանի Հանրապետությունը, ամբողջությամբ տվեց ադրբեջանցիներին, Արցախը դե ինքը հանձնեց ըստ իրանց, բայց ինչով են զբաղված 30 տարի օրինակ Ռոբերտ Քոչյանի եւ ՀՀԿ-ի իշխանությունները։ Հերու չգնանք օրինակ վերջի դեպքը, որ իրանց արեցին հայ ժողովրդի գլխին, դա եղավ 2018 թվականին հեղափոխության ժամանակ դիմակներով, մահակներով լղկում էին ժողովրդին, ծեծու ջարդ էին կազմակերպել, մերում անուկ չէին նայում, թե Էրեբունի վարչական ժամանակում, թե Արշակունյաց փողոցում այդ ֆլեշի Բարսեղի բեզալցակայանի մոտից սկսած, բա այդ իրանք են տենց սիրում ժողովրդին, ազգը սիրում։ Արտուր, մենք իրանց սերը առ ժողովուրդ 30 տարի տեսել ենք, քաղաքական սպանություններ, հայ ժողովրդի ունեզրկում, նորից եմ նշում, հայ ժողովրդի մի մասին ունեզրկեցին այդ ձեն հանողներին, մի մասին ուղղակի նետեցին քաղաքատվական հիմնարկներ մարդկանց գլխին սարքեցին, ինչ վերաբերում է Տիկին Աննա Գրիգորյանին, մեր կողմից շատ հարգված սիրված եւ մեր կողմից չի ինքը միայն սիրված, Վահե Հակոբյանի կողմից էլ է շատ սիրված։ Աննային ես ուղղակի խորհուրդ կտամ, Աննա ջան, դու հետևություններ արա թե ինչ ես խոսում, որովհետեւ մի անգամ էլ նման ինչ որ ծպտում լսեցի ես ազգային ժողովի բարձր ամբիոնից, ստիպված կնամ հրապարակեմ շատ հետաքրքիր փաստեր ոչ միայն քո մասին, այլ նաև այնտեղ մի շատ կարևոր որջ եմ ես հայտնաբերել Արտուր, երբ որ ինքը Նիկոլ Փաշինյանին հարց էր տալի, չէ՞, Միշիկի հետ կապված այդ թռածի շուտով ձեզ գումար ա տվել, էս արային արի։ Աննա Գրիգորյան, երբ որ լավ ժամանակ է իր անցկացնում այն թռածի հետ Վահե Հակոբյանի, բա մա չէր հետաքրքրվում այդ ում գումարներն ա Վահեն բերեց աղսում։ Այդ Միշիկի հետ ինչ կապ ունի։ Այդ ոնց եղավ, որ Վահե Հակոբյանը Միշիկի հետ մոլիբդենում փայ ունեցան կոպեկներով։ Հիմա ով է Միքայել Միասյանից հենց այդ Սերժ Սարգսյանի հարցից Միշիկից, որը որ եւս շատ հայտնի է իր պրոշներով, գումար վերցնում կամ ով է վերցրել։ Թող այս հարցերի շուրջ մտածեն ինքը Աննա Գրիգորյանը, Վահե Հակոբյանը
Եվ Վահե Հակոբյանին ցանկանամ, որ ինքը շատ չողջևորվի, որտեղ ինչ-որ իրան չենք կարևորում մենք մեր եթերում, որովհետև Էլիզաբեթ այնտեղ ազգանունը պետություն TikTok-ը մտե դուրս չի գալի։ Էլիզաբեթի հետ կապված էլ Վահե շատ հետաքրքիր փաստեր ունենք։ Այո։ Արմեն Թավաջյանի կբարևես կամ կզանգես մա Թավաջյան Արմենին Քոչյանի ճտին կհարցնես այդ Էլիզաբեթի հետ ինչ մի տենց սեր ու հարգանք ա եղել իրանց մեջ։ Ուրեմն լսեք արա, սաղը ձեզ ինչ եմ ասում։ Խելքներդ գլուխներդ հավաքեք։ Հայաստանի Հանրապետությունում դուք այլևս ոչ մեկ եք։ Հայաստանի Հանրապետությունում կա մի որոշող մարմին, դա հայ ժողովուրդն է, եւ հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ով է փող վերցրել, ով է ինչ արել, ու մինչև հիմա ով է ումից փող վերցնում։ Իսկ եթե շատ եք այտենց արդարություն սիրող, չեք կարում քնեք, զարթնեք, այդ արդարության կանչը ձեզ տանջում է։ Սեյան Օհանյանի առանձնատունը նկարել ենք։ Եկեք գույքագրում արեք, հաշվեք, կանչեք Սեյանին ձեր խմբակցություն, ասեք պարոն Սեյան, խերոս։ Արի դեր մատ նային քո աշխատավարձով դու կարայր այտենց տուն սարքեիր։ Կամ այն ժելի արած գոմիկին մատել կանչեք, Լևոնիկ Քոչյանին։ Հարցեք, ասեք Քոչյան Լևոն, որ բանակի զորացրվե եկել ես։ Նարի ինշուրանսում դու ո՞նց ես դարը փայատեր։ Մի քանի միլիոն դոլար կապիտալով։ Այդ ո՞նց է ալնում։ Բելաներ, կարող է Սիուշոնա վիզ դրե, մինչև դու ծառայում էիր։ Եթե նման բան կա, ասեք իմանանք։ Թե Ալիև հոպարը տա գրեֆարը։ Այս համար են սրանք ծանր տանում Արտուր, ու ծանր տանելու են։ Նորից եմ եւս մեկ անգամ նշում։ Կարմիր գծեր չանցնեք, թե չէ մենք որ կարմիր գծեր անցանք, ուղղակի ես ցանկություն չունեմ, որ ինչ որ падգամավորի ամուսին իրան պատմանից գցի կամ դիմի պլաստիկ վիրահատության։ Դուբայում ինչ որ հետախուզման մեջ գտնվող Վահե Հակոբյանը փորձի ինքնավնասման այդպես դեպք տեղի ունենա։ Էլիզաբեթ այդ չգիտեմ ազգանուն պետությունը ինչ է դրա հետ կապված։ Խելքներդ գլուխներդ հավաքեք։ Ձեր ամեն ինչից տեղյակ ենք, ամեն ինչ գիտենք։ Չափեր մի անցեք։ Գլուխներդ կախ զբաղվեք ձեր գործով։ Եվ 2026 թվականի կանալիք նտություններին դուք խորհրդանում այլևս չեք լինու, որովհետև այս վերջերս իշխան այդ կարասիկը այնտեղ այդ դաշնակները ինչ-որ Քոչյանի իրան են գզում ցուցակի հետ կապված, բա առաջի 20-ը 60 40 50-ից հետո 60 կարակ իրար չուտեք ժողովուրդ ջան, այդ 20 հոգին չէ անցնելու, որ իրար այդպես ինչ-որ ցուցակի կռիվ եք անում։ Դուք խորհրդանում չեք լինելու, դա արդեն փաստ է։ Արամ եւ Ռուսաստանի Դաշնությունում բավական մտահոգված են մեր ճակերտավոր ընդդիմադիրների թե առողջական վիճակի, թե իրենց մասին։ Ես օրինակ մտածում եմ, որ Սերգեյ Լավրովը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը ավելի կարևոր գործեր ունի, բայց պարզվում է նա իր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Վարդան Ղուկասյանին Գյումրու քաղաքապետ, նա ասել է Վարդան Ղուկասյանը մեղադրվում է Ռուսաստանին եւ Բելարուսին միանալու կոչի համար երկրի հարաբերություններին ընդլայնելու վերաբերյալ քաղաքական հայացքները հայտնելու համար, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությունը խթարելուն, ձերբակալելը իհարկե լուրջ մտահոգություններ են առաջացնում։ Արդյոք սա հիմա ճիշտ մոտեցում է Ռուսաստանի Դաշնության կողմից, այսպես ասած, քիթը մտցնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Դե Արտուր տարիներ շարունակ Քութիկ Սերժի եւ Քութիկ Ռոբերտ Քոչյանի օրոք մենք ինչ ենք տեսել, չէ՞։ Մենք տեսնենք իրավիճակ եւ նրանք ինչ ունենք հանձնել են ռուսներին եւ ռուսները իրանց միշտ զգացել են տիոջ կարգավիճակով։ Այս կոնտեքստում է սա, այսպես իներցիա է, որ չեն համակերպվում ուղղակի, որ Հայաստանի Հանրապետությունը գաղութ չի, ժողովրդավարական ինքնիշխան երկիր է եւ դա ինչպես ասում է, հանգիստ չի տալիս Ռուսաստանի Դաշնությանը եւ որոշ պաշտոնյաների, բայց ես Սերգեյ Լավրովին ամեն հարգանքով նրա նկատմամբ խորհուրդ կտամ, որ ինքը զբաղվի Ռուսաստանի Դաշնության այդպես էգզիստենցիալ խնդիրներով, իսկ Ռուսաստանի Դաշնությունում շատ ավելի կարևոր խնդիրներ կան, որոնց ես խորհուրդ կտամ, որպեսզի պարոն Լավրովը ուշադրություն դարձնի եւ ուշադրություն դարձնի, թե ինչպես է լինում, որ ռազմաճակատում հազարավոր զոհեր կան, որոնք որ այդպես գրում են անհետ կորած, որպեսզի այդ ծնողներին, ընտանիքներին գումար չտրամադրվի, թող Սերգեյ Լավրովը մտածի այդպես իր սիրուհու մասին,
որը որ մենք գիտենք թե ով է, թո Սերգեյ Լավրովը մտածի թե առասարակ իր ղեկավարած կառույցում ինչ է տեղի ունենում եւ մենք փաստերով անուն ազգանունով դեպարտամենտի ղեկավարից սկսած գիտենք թե որ հարգում ինչ է տեղի ունենում։ Լավրովին ես խորհուրդ կտամ թող ինքը իր այդ ղեկավարած կառույցում մի հատ տեսախցիկ տեղադրի ու տենա թե ինչ այնտեղ այդ արտգործ նախարարություն տեղի ունենում։ Արդեն այնտեղ Արտուր դեք ինչ տիպ հասարակած տուն է դարը ՌԴ-ի ԱԳՆ-ն ով հասնի իր Սիաստային բերե գործիա տեղավորը դուք ուղղակի չեք պատկերացնում։ Այնպիսի ինֆորմացիաներ կհրապարակեն խայտարակ կնեն իրանք։ Թող իրանք իրենց գործերով զբաղվեն։ Չինաստանի հետ առևտուր անեն, կոպեկներով գազ ծախեն, այդ իրանց ժողովրդին խափեն, որ արևմուտքը արդեն կործանվել է։ Իրանց այն Սալավիով կոչվածի հաղորդումները նայում եք, որ իրան լսես Գերմանիայում փեդ են վարում։ Գերմանիայում ձմերը փեդ են վարում, ժողովուրդը սառած է։ Դուք պատկերացնում եք իրանք ինչ օրեն հասե։ Բայց հատուկ SVO-ին չէ նշե որ սպեցիալնի վայրենի օպերացիա ենք մենք իրականացնում Ուկրաինայում մի շաբաթ է տևելու, երկու շաբաթ է տևելու, բայց քիչ 4-5 տարի արդեն տևում։ Բայց դի ձեր ժողովրդին բացատրեք։ Բայց չէ արդյոք իրանք սովոր են որ մեղավորներ ման գան ու գցեն ինչ-որ մի հատ ուրիշ երկրի վրա։ Որ շեղեն իրանք ժողովրդին, իրանք երկրում տեղի ունեցողից։ Թող իրանք իրանք մասին մտածեն Արտուր։ Իրանք դատական համակարգին մի հատ նային, մի հատ մեր համակարգին նային, մի հատ իրանք քաղաքացու բարեկեցությունը նային, մի հատ մեր քաղաքացու բարեկեցությունը նային։ Իմ կարծիքով պարոն Լավրովը պետք է որ հետևություններ անի, այլապես մենք եւս մեր ուշադրությունը այդպես կտրամադրենք Ռուսաստանի դաշնության ներքաղաքական կյանքին եւ կհրապարակենք այն Սերգեյ Լավրովի եւ Պուտինի քութիկների շրջապատի մասին այնպիսի տեղեկություններ, թե ինչա առասակ տեղի ունենում։ Իրանք խոսում են, որ արևմուտքը չարիք է, ինչ որ գլոբալիստների դեմ են պայքարում, ուզում են փրկեն միասեռականներից, չգիտեմ ինչից, իրանք երեխեքի մի մասը միասեռական է, երեխեքի մյուս մասը Լոնդոնում ու Ամերիկայում է ապրում։ Դե Սալավյանի նայումս ասենք տրանսգենդեր։ Այն խեղճ ռուս ժողովրդին խափում են բանը, պայքարում են չարիք, սատանայի դեմ են պայքարում։ Այսինքն սրանք բանականությանը պատերազմ են հայտարարել։ Գիշեք են միջնադարում Հռոմի պապը ինչ էր նոմեր, ասում էր խաչակրած արշավանք եմ կազմակերպել։ Ով դուրը չէր գտած, ասում էր գնում ենք խաչակրած արշավանք է։ Գեղացիկին հավաքում թուրմուր էին տալի ձեռները։ Հիմա նույն բանը սրանք են անում։ Ջորդանը Բրունեին դին վարին Արտուր։ Մարդ ինչ էր ասում, որ երկիրը կլոր է։ Ասում ինչ է կլոր չի, աղբի ջան, դավայ վարեք սրան։ Ինչի համար, որովհետև սրանք նորից են նշում, հենց նորից են նշում Արտուր ամենավտանգավորը նրանց համար որն է, երբ որ մարդը ասում է, բայց պարոն Լավրով, մի հատ էլ եկեք հասկանանք մեր երկրում ինչ է տեղի ունենում։ Всё, հայրենիքի դավաճան, դու չգիտեմ, ինագենտ ես, ես գնահատական է տալիս մարդը, թե բա ում Վարդան Ղուկասյանի։ Այդ 4 միլիոնը բաններ ով էր ուզել 4 միլիոնը, չէ՞, Դե նկարիչների փողն էր ուզել որ տար պարտք։ Ձայնագրությունները ասում այդ փողը որ բերեն, բանի պարկ եմ եկեղեցու նկարիչներին, թո տանեն տանան դե։ Հիմա չգիտեմ, ես ասում եմ բանականության դեմ սա պատերազմ է, բայց ես հասկանում եմ մեր ռուս գործընկերներին, որովհետև որոշակի նրանք խանդ, այդպես խանդի տեսարաններ կա, որ Հայաստանի Հանրապետությունը զարգանում է, իսկ իրենք ուղղակի այդպես հաստատուն քայլերով գնում են դեպի միջնադար։ Եվ արամ օրերս Հայաստան խմբակցության падգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ասում է ըստ ԿՊԱ-ականների մինչև 2018 թիվը իրանք սխալ են ապրել, բայց իրականում գույք պարտքի դիմաց գործարքը, որ անընդհատ շոշափում ենք, մենք անընդհատ հիշատակում ենք, ամենալավագույն գործարքներից մեկն է եղել, պատկերացնում ես արամ։ Ում համար Քոչյանի, Սիրուշոյի, Բելայի, Լևոն Քոչյանի, Հայաստանի ինքը ասում ամբողջ Հայաստանի մինչև հիմա էլ ասում ենք նկատում ենք այդ ուշքի չենք գալին այս դերումներն անում։ Լավ արա ամոթ չի արա Արմեն Ռուստամյան։ Լավ պատմեմ դու ով ես ում շոֆերն ես եղել։ Պատմեմ Արմեն Ռուստամյան։ Պատմեմ թե Դավիթ Շահնազարյանի ղեկավարած հիմնարկում Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ինչ ցուցմունքներ էր տալի։ Արմեն Ռուստամյանը անգամ հիշել էր թե մի քանի օր առաջ Ընգեյոշտանը ինչ խմորեղենակ էր, փախլավա էր կերել։ Պոպոկով էր թե չէ։ Այդ նման կարգի այդպես հերոսություններով է հայտնի Արմեն Ռոստոմյանը, երբ որ ՀՇ-ի օրոք դաշնակցությունը գիտեք արգելեցին որպես կուսակցություն, այն ժամանակ էլ անվտանգության կառույցը ղեկավարում էր Շահնազարյան Դավիթը, ինձ պատմել են մեր աղբյուրները, որ Շահնազարյան Դավիթի
Փրշտալուց հետո Արմեն Ռուստամյանը անգամ հիշել է թե ում տունը ինչ խմորեղենակ է։ Արմեն Ռուստամյան, պետք չի մի մտի այդ դաշտ, ապրի քո համար։ Տարիքը տարել ես, արծվիկ հետ գնացեք նարդի խաղացեք։ Թե Արտուր ցավալի է, բայց ստիպված մենք դրթում են մեզ, որ հրապարակենք ում աղբոր տղեն ինչքան փողա տանուն տվե կազինոյում, ում, չգիտեմ, որդին կամ եղբոր որդին ինչով է զբաղված։ Մա դուք դրանով զբաղվեք, մա ձեր կողու կուշտը մի հատ կարգի հրավիրեք։ Մա ձեզ տղավարի պայեք, որ հետո կարողանանք զրուցենք իրար հետ։ Ոչ թե ամպա գորգոր մինչև 2010 լավ արա Արմեն դու չես համաչում արա սա աշիկի պես պիղծ է ես ուսանող եմ եղել հիշում եմ Աբովյան փողոցում պրոցիվ գալի կայնում էր 3-4 ավտոյով 10 հատ ես հետևից գցած տերորի էր ենթարկում ժողովրդին մոռացել ես դու արա էդի բայց դուք եթե այտենց լավ երկրում էինք ապրում գայր սա աշիկին ասեի համբալ խես օրենք խախտում Բախյա հիմա փախե Իսպանիա յուբկայա հակե ընդ ֆրֆռում է Քակելա տակը։ Սրանց ինչ ասենք Արտուր։ Ներվերը իսկ արդեն սրանք ազդում են։ Ես ուղղակի զարմանում եմ, որ իրանք ոնց են մոռանում։ Երևի որ տանում են ինչ-որ գումարի չափ որոշակի գումար փոխհատուցում են, իրաց թվում է իրանք մաքրվեցին միանգամից, նոր մարտիկ են դարձել, հա, եւ ժողովրդից էս կան մանիպուլյացիաներով բանան են։ Շարունակեն իրենց քարոզը։ Արմեն Ռուստամյան, դու չես ամաչում, դու մի քաղաքական ուժ ես ներկայացնում, որը երիկ թուրքերի հետ կոալիցիոն կառավարությունը կազմե 20-րդ դարի սկզբին հələ դրանից խոսա այն շրջաբերական կամ այդ հայտնի որ հանե ֆրցնում էիք ժանակին դրանից խոսա մատ խոսա նրանից որ 20-րդ դարի սկզբին երբ հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության տեղում ունեցավ կոտորած այդ խիմը դաշնակի մատ փուշ չմտավ բախի դրանից չեք խոսում Ով պատերազմին գնաց նահատակվեց զոհվեց 5 րոպե հետո ասին դաշնակ Արտուր Բայց մի հատ դաշնակ չտեսանք մենք Դե իրանք ազգային ժողովում գոռում ճվում էին փոխարեն նստած ոնց թե բան կապիտուլյացիա Ես ուղղակի խորհուրդ կտամ հայ հեղափոխական դաշնակցության այս կարկառուն ներկայացուցիչներին մի օր թող ժամանակ գտնեն Վահան Հովհաննիսյանի երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի նկարը մի հատ նայեն ու շատ բան իրանք կհասկանան, որտեվ Վահան Հովհաննիսյանն է դաշնակը, ոչ թե իրանք։ Արամ եւ հաղորդման վերջում մի կարևոր եւս մեկ իրադարձության անդրադառնանք, Լիլիթ Գալստյանը հարցազրույց էր տվել Օրագիր Նյուզին եւ այնտեղ պատմել էր, որ դու հարցակվել ես իր վրա եւ հետապնդել ես իրան եւ ոչ միայն դա հարցակում էր իր նկատմամբ, այլ նաեւ ամբողջ ընդդիմադիրների եւ ամբողջ ընդդիմադիրների խոստացել ես, որ նետես պատմության աղբանոցը իհարկե դու փոխադարձ նաեւ քո տեսակետը հայտնեցիր Օրագիր Նյուզին, սել հետևորդներ հոդվածը կա, կարող եք մտնել եւ ընթերցել կայքում, շնորհակալություն նաեւ Օրագիր Նյուզին, որպեսզի նաեւ լսեց Արամ Ավետիսյանի կարծիքը տեսակետը Արամ խնդրեմ մի փոքր նաև մեր հետևորդներին բոլոր նրանց համար ովքեր ամբողջությամբ չհասկացան ինչ է տեղի ունեցել եւս մեկ անգամ մանրամասն ներկայացնես եւ ես չեմ հիշում նման դեպք որ դու ասած կնես որ բոլոր ընդդիմադիրները պետք է հայտնվեն պատմության աղբանոցում մենք ասել ենք որ ընդդիմադիրներ կան ովքեր բավականին նորմալ adekvat անձնավորություններ են ովքեր իրենց գործն են անում Արտուր նախ եւ առաջ նշենք, որ բազմաթիվ ընդդիմադիրներ կան Հայաստանի Հանրապետությունում, որոնք որ պետականության ակունքներում կանգնած են եղել եւ այսօր եւս շատ լուրջ աշխատանք են իրականացնում։ Իհարկե, այդ ընդդիմադիրները ազգային ժողովում չեն, ցավոք սրտի, ազգային ժողովում հավաքվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժիկի այդ մաֆիան խունտան, բայց մյուս խորհրդանում նրանք այլևս չեն լինի եւ հուսով եմ, որ նորմալ այն ընդդիմադիրները կգան ազգային ժողով, որոնց գործունեությունը միտված է Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը, մեր ժողովրդի բարեկեցությանը, մեր անվտանգությանը, դա այդ համատեքստում ես կարծում եմ, որ դա ուղղակի գիտեք ինչ Արտուր, շատ տարակուսելի է, որ նման լրատվական կայքում ինչ որ ես կարդացի, ինձ շնորհակալություն եմ հայտնում մեր
հետևորդներին, մեր նաև աջակիցներին, որ բազմաթիվ նամակներ ենք ստացել, նաև այդ հոդվածն են ինձ ուղարկում բարբերաբար, ես նշեմ, որ ընթերցել եմ եւ արդեն կապ հաստատվել է այդ լրատվական կայքի հետ, բայց ի՞նչն է տարակուսանք իմ մոտ առաջացնում, որովհետեւ ես բարձրաձայնել եմ, որ այդ լրատվական կայքում, չգիտեմ, այդ հոդվածով ա գրել լրագրողուհին կամ լրագրողը, ինչ որ գնահատականներ էր տրված իմ քաղաքագիտական գիտելիքներին, իմ քաղաքական գործունեությանը, հանրային գործունեությանը եւ ինչ որ հղում էին արել, որ շատ մարդիկ ասում են, որ, չգիտեմ, այդ ոլորտը ես վարկաբեկում եմ կամ շատ մարդիկ շատ բան են ասում, Արտուր, եւ եթե ես սկսեմ պատմել, թե շատ մարդիկ ինձ ինչ են ասում, Հայաստանի Հանրապետությունում օրինակ հնարավոր է, որ չգիտեմ, պարանի միջոցով կյանքից հրաժեշտ տան մի շարք լրագրողներ ստիպված իմ ընկալմամբ, որը որ շատ ցավալի դեպք կլինի, որ ես այդ շատ մարդկանց մանրամասներ ներկայացնեմ, թե որ լրագրողը, որ հյուրանոցում, ում կնիկը, ում հետ, երբ ինչով է զբաղվել կամ ով ումա ծրարով փող տալի, որ հիշողության կորուստ ունենան մի շարք լրագրողներ, բայց ես եւս մեկ անգամ նշեմ, որ շատ մեծ հարգանք ունեմ մեր լրագրողների նկատմամբ, այդ դաշտի նկատմամբ, բայց տարակուսել էր այն փաստը, որ Արտուր մեր հրապարակած տեսանյութը չնայած նա ամբողջական չի, մեր մոտ այլ տեսանյութեր եւս կա, որով որ պետք լինի մենք կհրապարակենք կամ կներկայացնենք ԵԱՊ մարմիններին, եթե դրա հարկ համարենք, բայց ի՞նչն է տարակուսանք առաջացնում, Արտուր, որ տեսանյութում պարզ երևում է, որ ազգային ժողովի падգամավորը հարվածում է ինձ։ Այդ դժբախտ կին է իմ ընկալմամբ, եւ նրանք ուղղակի եւի չէին չգիտեմ, երևի ակնոց պետք է տանք մի շարք լրագրողների, որ տեսողության այդ խնդիրները իրենց վերականգնվի։ Ես նշեմ, որ այդ հոդվածում ես կարդացի այդ Լիլիթ Կարապետյանն եմ ուզում ասել, Լիլիթ Գալստյանը ինչ որ պնդում է անում, որ ես իրան հետապնդել եմ, չգիտեմ, վիրավորել եմ, նախ եւ առաջ ուզում եմ ասեմ, որ այնտեղ ուրիշ տեսախցիկներ կան, որոնք որ անվտանգության այդ խաչմերուկը հսկող մի շարք Երևանի կենտրոնում է դեպքը տեղի ունեցել, այդ տեսանյութերը կա, որ ես ուղղակի փողոց էի անցնում եւ ես անգամ չեմ էլ նկատել այդ ես նշել եմ անգամ, որ ինքը այնքան կոլոտ է, որ իմ գոտկա տեղից է ոնց հասկանում եմ, չեմ էլ ես սենց ուղղակի երբ որ ինքը ինձ վիժված կասեց, ես իրան էի մանգալի եւ հասկացա, որ շուտ նա երևույթ է, ես անգամ փորձեցի ճշտել ինձ նկատի ունի, թե չէ, որովհետեւ ես կարծում եմ, եթե ես հերոսով խոսելով գնում եմ ինձ ինչ-որ մեկը վիրավորում է, առնվազն պետք է հոգեկան խնդիրներ ունենա եւ հնարավոր է մենք օգնենք Ավանի այդ հոգեբուժաննա, չէ, այնտեղ դասավորենք գնա համապատասխան բուժում ստանա դեղորայքի հետ կապված եթե խնդիր ունի, ու ինքը ինձ, երբ որ ես հարցեցի, ինձ ես ասում, բա դու ով ես, որ այ Նիկոլական վիժված, այսպես ու ես տեղում իրան ասացի, որ տիկին վիժվածքը նախ եւ առաջ դու ես, ու ոչ միայն վիժվածքը, ու երբ որ ինքը ինձ ասաց դու գիտես ես ով եմ, ես հարցեցի, ասացի ով ես դու, Արաց, ես քեզ չեմ ճանաչում, նա նշեց, որ падգամավոր եմ։ Ասում տիկին ջան, ուզում ես, չգիտեմ, Կիմ Չեն Ընի հորքուրի աղջիկը եղի, դա Հայաստանի Հանրապետությունում եղանակ չի փոխում, որտեղ թույլ է տալիս արդյոք падգամավոր լինելով մի կամ Կիմ Չեն Ընի քեր, ես մտածեցի, ես ինքը ուղղակի նորից եմ նշում, սա հեգնանքով չեմ ուզում ասեմ, ես մտածեցի այդպես վիզուալ Ռոբերտ Քոչյանի քերին է, բայց պարզվեց, որ կին է, եւ բա ես падգամավոր եմ բան էս կոմենկում ու ինքը այդ պայն հասկացավ, թե ես ով եմ, որտեվ իմ կարծիքով չէր նկատել ինձ ուղակի, եւ երբ ինքը արդեն հասկացավ ում հետ գործ ունի, Արտուր դուք տեսանյութը կա, ես երբ որ իրան հարց եմ տալի, ասում եմ, ինչ ինձ ասացի, մի հատ է կրկնի, միացել եմ արդեն տեսախցիկը, ինքը ինձ հարվածեց դիմեց փախուստի, եւ ես ինչ եմ ասել Արտուր, ասում եմ վիժվածքն ես դու Ռոբերտ Քոչյանն է, Սիրուշոնը, ձեր բջերն են ու հիմա եւս մեկ անգամ պնդում եմ, ով որ ինձ վիժվածք է ասում, տանով տեղով վիժվածքը դուք եք։ Ու դրանից հետո գիտեք Արտուր, ինձ մեր հայրենակիցները սկսեցին ինֆորմացիա տրամադրել, թե սա ով է։ Մեր մոտ կա ֆիքսված։ Ասում են ինչ որ Մանվել Բադեյան կան, Եվրոստանի ինչ դեսպաններ ինչ մեռավ այդ հանրապետական։ Ասում են դրա կնիկները Արամ ջան, մոտս կա արձանագրված, ովքեր են ինձ գրել։ Դա էլ կարամ հրապարակեմ ցույց տամ, եթե պետք է։ Որ ասում են վատարող չէր, ամուսինը վատարող չէր, վրից թռավ։ Այսինքն սրանք էդ են։ Դա ես չեմ ասում, ժողովուրդն ասում, մեր մոտ արձանագրված է։ Ինչ վերաբերում է, հիմա Լիլիթի պատասխանը մենք տվեցինք, միշտ տալու ենք սրանց, բայց ուրիշ բան ասեմ, Արտուր, գնայք, հիմա օրագիր նյուզի հետ կապված ինձ զանգահարեցին այդ դեպից հետո այդ Արփի անունով լրագրողը, շնորհակալություն ենք հայտնում նաև, որ օբյեկտիվորեն զանգահարեցին եւ մեր կարծիքը եւս
հասկացան, բայց ես եւս մեկ անգամ զգուշացնում եմ մեր լրատվական դաշտին, որ լրագրությունը ոլորտը Արտուր, որտեղ որ հոդված գրելուց առաջ կողմերի կարծիքը պետքա լսեն, ոչ թե մի կողմին լսեն, ինչ որ պնդումներ անեն, հոդված գրեն, առանց մի կողմին լսելու, որովհետև այդ հոդվածում գնահատականներ է տրված, որոնց հետ ես համաձայն չեմ Արտուր դա մեկ, երկրորդը փաստերը այլ բանի մասին են խոսում, եւ երրորդը, եթե ինչ որ այնտեղ գրել էին, որ ոստիկանություն ենք զանգել, մենք ենք ոստիկանություն զանգել, ու ոչ միայն ոստիկանություն։ Ու նորից եմ ասում, թե ինչ որ խնդիր կա, կարանք մեքենա տրամադրենք, եթե ինչ որ բանով կարանք օգնենք, եթե ինչ որ մեկ ուզում է հաղորդում տա։ Եթե դուք այդպես հետաքրքրված եք, գնացեք այդ անվտանգության տեսախցիկների ձայնագրությունը հանեք, այդ կինը նշում է, որ ես իրան հետապնդել եմ։ Ասենք Արտուր, ես ոնց կարամ մարդուն հետապնդեմ, եթե ես իրանից առաջ եմ։ Չեմ իմանում իմ հետևը ով է կանգնած։ Դուք դες բան տեսել եք։ Արամ ճշտող հարց, ինձ եւ հերոստատողներին հետաքրքրում է, ինչից սկսվեց, ինչի քեզ ասեց վիժվա։ Արտուր, ես հեռախոսով խոսելով փողոցը անցնում էի, ինձ դաշնակցության հետ կապված մեր ընկերներից զանգարել էր կարծիք էր հարցնում ինչ որ Իշխան Սաղաթելյանի եւ առասարակ այդ Աբդուլ Համիդյան այդ ժամանակաշրջանում թե ինչով է զբաղվել դաշնակցությունը Օսմանյան կառույցում ես նշեցի որ նրանք դաշնակցությունը ով է եղել որ Աբդուլ Համիդի քութիկները ուղղակի երիտ թուրքերի հետ կառավարություն կազմող, այդպես կոալիցիա կազմող երևույթներ են եւ ոչ միայն պատմական քաղաքական գնահատական մենք սրանց պետք է տանք, այլ նաեւ իրավական, որովհետեւ մենք գիտենք տարբեր քրեական գործեր կա դաշնակցականների հետ կախված, որ ես այդ զրուցելի ժամանակ նշում էի, որ պետք է օրենքով կարգով պատասխանատվության ենթարկվեն եւ հայտնում են քրեակատական հիմնարկներում։ Ինքը այդ բանին, որ այդ ամենը լսեց եւ հասկացավ, թե ես ում մասին եմ զրուցում, եկավ ուղղակի փողոցային խուժանի պես միջամտեց իմ խոսակցությանը, հեռախոսով երբ խոսում էի, ու ինձ վիրավորեց Արտուր։ Հիմա վիրավորել ես, պատասխանը ստացել ես, ինչ ես ոգևորվել խառնվել, բայց ես գիտեմ քեն խառնվել Արտուր։ Եվ այս հատեքստում ուզեմ անդառնամ այդ կաբինետային այդպես հանդիպմանը իրանց, այդ Քրիստինե Վարդան, Աննա Գրիգորյան, այս Լիլիթ Սինչյանը կներեք, Գալստյան եւ մի կարևոր Homo sapiens կա մեր լրատվական քաղաքական դաշտում Թագուի Թովմասյան Homo sapiens-ը եւ մեզ ինֆորմացիա է հասնում, չարլեզները ասում են ըստ օդում կախված դուրերի, այս ամեն ինչը կազմակերպել է Թագուի Թովմասյանը, որովհետեւ ես իմ նախորդ եթերում Թագու Թովմասյանի սրտի խավոր, այդպես համաշխարհային մեծություն Սասուն Միքայելյանին զգուշացրել էի, որ Ռուսաստանում թռած, ապաստանած, Մոսկվայում պահկված գեներալ Արշակ Կարապետյանի հետ մի անգամ էլ իմացա կապի մեջ է եղել, գիտի մենք ինչ հրապարակում կանենք։ Եվ այս հատեքստում ինձ դաշնակցությունից անգամ արտահոսք եղավ, մեզ նշեցին, որ այս ամեն ինչը Թագուի Թովմասյանն է կազմակերպել, սա ես նշում եմ այն տեսակետը, որը որ մեզ փոխանցել են եւ մենք սա ճշտման փուլում է եւ եթե այս ամեն ինչը հաստատվի, ուղղակի Թագուի Թովմասյանին մի բան կփոխանցեմ, այն Միացյալ Նահանգներում հայտնի գործիչ կա, որը որ իր հաղորդման մեջ ներկայացրել էր, թե սա ոնց է գյուղից եկել, այնց էտիկատ ծախե Երևանի փողոցներում ինչով է զբաղվել, ես Թագուի Թովմասյանին եւ Սասուն Միքայելյանին խոստանում եմ, որ հատուկ իրանց նվիրված այդպես հաղորդման հանդես կգամ եւ Տիկին Թովմասյան Թագուհի նորից եւս մեկ անգամ քեզ եւ Միքայելյան Սասունին զգուշացնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը չի սկսվում Հրազդան քաղաքով եւ չի ավարտվում Հրազդան քաղաքով։ Մնացեք ձեր չափերի մեջ, եթե որոշակի խնդիր կա, հարցեր կա բարձաբանման, մեր համարները հեռախոսի 24 ժամ հասանելի է։ Մենք ոչ մի խնդիր չունենք։ Երևանի կենտրոնում ենք մեր ժամանակը անցկացնում, ապրում ենք Երևան քաղաքում։ Եթե Երևանում խնդիր ունեք, չեք ուզում հանդիպենք, աշխարհի տարբեր այսպես մայրաքաղաքներում եւս մենք ժամանակ ենք անցկացնում եւ բացահայտումներ ենք իրականացնում նախկին պիղծ ռեժիմի հետ կապված, Սաշիկի հետ կապված մեծ բացահայտում ենք անելու Թագուի Թովմասյան, շատ լավ հարաբերություններ ունեցել ջերմ Սաշիկ Սարգսյանի հետ, դրան էլ կանադառնանք, բայց եւս մեկ անգամ նշում եմ, որ տեսեք Արտուր, ինչպիսի իրավիճակ է հիմա ստեղծվել, քանի որ մեր հաղորդումները շատ մեծ այդպես հանրային ընկալում ունի եւ շատ մեծ դիտողականություն, այսօր իշխանության ներսում կան որոշակի ապաստան գտած գործիչներ, որոնք որ կապի մեջ են այս նախկին ռեժիմի ստրուկների հետ, այս կեղտերի հետ եւ բնականաբար նրանց
դուր չի գալիս այն հանգամանքը, որ մենք հանրայնացնում ենք եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարը վարչապետը մի գեղեցիկ օր կարող YouTube-ում կամ լրատվական կայքերից մեկում մեր հաղորդումը դիտի եւ ուղղակի տեսնի թե իր շուրջը ինչ է տեղի ունենում, ոնց են փորձում նրան խաբեն, ինչպես որ տարիներ շարունակ գիտեք Արտուր ում գործից հանեց պարզվեց Սերժիկի Միշիկի ճտերն էին ուղղակի եկել էին այտենց տեղավորվել էին ինֆորմացիա էին փոխանցում եկել էին զապիս անելու վաղը մյուս օր գործ տալու այսինքն մեր գործունեությունը այսպես շատ մեծ հարված է հասցրել այն մարկանց որոնք որ ուղղակի ապաստան են թե իշխանության մեջ թե ընդդիմության եւ այդպես փորձում են քողարկեն իրենց գործունեությունը, բայց ի հեճուկս նրանց մենք շարունակելու ենք նույն ոգով եւ մենք բացահայտելու ենք մինչեւ վերջ։ Հայ ժողովրդի աչքերը բացվելու են եւ հայ ժողովուրդը այն մարկանց, որոնք որ 30 տարի թաղանել կերեկել են մեր ժողովրդին, հայ ժողովուրդը հավատացած երեք նետելու է պատմության աղբանոց։ Դե շնորհակալություն Արամ քեզ, շնորհակալություն ձեզ ելի հետևորդներ, որ այս մոտ 1 ժամը անցկացրեցիք մեզ հետ, պետք է խնդրեմ բաժանորդագրվեք քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանոթությունները ստանաք առաջինը, ինչպես նաև լայքեք եւ կիսվեք տեսանյութով, որպեսզի մեր հայ ազգը տեսնի տարիներ շարունակ ինչպես են մեր հայ ազգին թալանել այս երկու կլանները։ Շնորհակալություն ձեզ, բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում ձեզ եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։